Բացի այն, որ ապօրինություններ են տեղի ունենում եւ տեղի ունենալու թերևս Հովանավանքում, բացի այն, որ շատ անտեղյակ, բայց բարեպաշտ մարդիկ իրենց չիմանալու պատճառով վատ հոգևոր հետևանքներ են քաշելու ակամա մասնակցություն ունենալով ապօրինությունների, ոչ օրինական պատարակների, ոչ օրինական ծիսական կյանքի, ոչ օրինական քահանայի օրհնության, նաև այստեղ կարևոր եմ համարում իրազեկ, բարեպաշտ հավատացյալների հոգևոր իրավունքները։ Նրանք իրազեկ են, գիտեն, որ Հովանավանքում իրեն քահանա հորդորջող, բայց ոչ քահանա անձնավորություն ծիսագործում է, պատարակ է մատուցում իբրև թե, եւ նրանք գիտակցաբար չեն գնա այդ պատարակին, բայց նրանք ուրիշ տեղ չունեն գնալու։ Այստեղ ոտնահարվում է հավատացյալ մարդու հոգևոր իրավունքը։ Նա այս խժդժության պատճառով զրկվում է իր բաժին պատարակից, զրկվում է իր բաժին հաղորդությունից։ Ահա այս հանգամանքը իմ կարծիքով ոչ պակաս կարևոր է եւ հավատացյալ մարդիկ իմ կարծիքով անհրաժեշտ է, որ շատ արագ լուծում առաջարկվի այդ մարդկանց, որ նրանք կարողանան շարունակել իրենց հոգևոր ընթացքը, իսկական պատարակների մասնակցելու հնարավորություն ունենալ։ Հիմա օրինակի համար այս եկող կիրակի շատ իրազեկ հավատացյալներ ցավոք սրտի զրկված են լինելու ճշմարիտ սուրբ հաղորդությունից։